Փաստորաթերթը գրում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ, նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ։ Բանակցությունները կարծես ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով կանդրադառնանք առաջիկայում։ Նա օրերս ազդարարեց միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի։ Հասկանալի է արդեն որպես քաղաքական ուժ։ Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրություններին ու հավակնել հաղթանակի, սակայն բանն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ականատես է դառնում մի երևույթի, որը հաճախ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Նախ, մեր քաղաքական դաշտում հաճախ անհատական ամբիցիաները, որոնք ինքնին վատ բան չեն չափի մեջ, քաղաքական գործիչներին կտրում են իրականությունից ու իրատեսությունից, բայց սա էլ դեռ մի կողմ։ Հայաստանյան քաղաքական դաշտի ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը, եւ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչու հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից։ Խուսափում էր նույնիսկ իր քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխաններ տալուց, եւ ահա նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանալու՝ սա գաղափարական ընտրություն է, թե ավելի շուտ իրավիճակային շանսի օգտագործում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին արդեն 5 տարի է անհետ կորած է, հայտնվել է կալանքի տակ մեր ձևով արտահայտության համար։ Ղուկասյանի պատմությունն առանձնահատուկ է ոչ միայն իր մարդկային տառապանքի իրողությամբ, այլ նաև բացարձակ խորհրդավոր զուգադիպությամբ։ Սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի տարելիցի օրը անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին ՊՆ շենքի դիմաց հանդիպելու գլխավոր շտաբի պետ Էդվարդ Տասերյանի հետ, սակայն նրանց մուտքը մերժվել էր, երբ հուսահատությունն անցել էր բոլոր սահմանները, ծնողների արդար զայրույթը վերածվել էր ռազմական ոստիկանության հետ քաշքշուկի։ Այդ օրը Արսեն Ղուկասյանի ծննդյան օրն էր եւ նա ՊՆ մուտքի մոտ եթեր էր մտել ասելով. «Ինձ իմ ծնունդի առիթով մի շնորհավորեք։ Մենք եկել ենք ՊՆ իմանալու մեր երեխեքի հարցով ով է զբաղվելու։ Մենք ՊՆ-ին ենք տվել մեր երեխեքին, իրենցից էլ պահանջում ենք։ 5 տարի մեզ խաբելով փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ, բայց ոչ մի քայլ չեն անում։ Մենք սպասում ենք։ Ինձ երևի լսում են, կամ կընդունեն մեզ, կամ մենք մեր ձևով կանենք։ Եվ ահա հենց այդ մեր ձևով կախարդական արտահայտությունը դարձել է ճակատագրական նրա համար»։ Հրապարակ օրաթերթը գրում է. Օրերս Գագիկ Ծառուկյանն էլ հանրությանը ներկայացրեց առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը, որի նպատակը հասարակական քաղաքական դաշտի մոբիլիզացիան է։ Ծառուկյանն առաջարկում է, որ մի հարկի տակ հավաքվեն մարդիկ, որոնք Հայաստանին առաջարկելու ստեղծված իրավիճակից հանելու լուծումներ ունեն։ Տեղեկություններ կան, որ Ծառուկյանի թիմը ակտիվ աշխատանքներ է տանում, որ համապետական ընտրություններից առաջ այս նախաձեռնությունն առանցքային ուժ դառնա կամ այսպես կոչված դաշտի ազդեցիկ բևեռներից մեկը։ Մինչ այս պահը նախաձեռնությանը միանալու հրապարակային հայտարարություն է արել Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, իդեմս ղեկավար Սուրեն Սուրենյանցի։ Մեծ տեղեկություններ էին հասել, որ ապրելու երկիրն է պատրաստվում միանալ նախաձեռնությանը, սակայն կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այդ մասին դեռ քննարկումներ չեն ունեցել։ Նախաձեռնության հեղինակներն ակտիվ բանակցում են նաև հայտնի անհատների իրենց ոլորտի գիտակների հետ։ Օրինակ, նախաձեռնության հետ մի շարք դիվանագետներ են, այդ թվում նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։